Ամեն սերիայի ժամանակ ոսկի դուրս գան քաղաք, անծանոթ 2-3 հոգի, քանի հոգի կկարողանան։ Մի հատ հասարակ պարզող, ասենք մի հատ ու վերջնական նպատակը, այդ ամենակուլմինացիա, որ խոսքի մեր Ստեփանավանի հրապարակը մի 1000 հոգի հավաքում ենք, ջոգի։ Դենս ընդհանրապես չեմ պատկերացնում։ Ոգեշնչում այս մարդկանց հավաքվածությունը։ Իմ կարծիքով մարդիկ ամաչում են, երբ որ մտածում են ինչ-որ վատ բան են անում։ Այսօր շատ մարդիկ ասում են, որ իրանք բարել չգիտեն։ Ոչինչ, մենք կսովորացնենք։ Հիմա վախում են քննադատությունից, որ կողքից նայողը հազար մի բան կարա մտածի իրանց մասին, բայց հարցն է, որ բարելու ժամանակ դու մոռանում ես կոպիտ ասած ամեն ինչի մասին ու մոռանում ես ով քո մասին ինչ կմտածի ու ինչ կարա էլի անի։ Ոդիկանանք ճիշտ ձևով ակուրատնի, ասած մարդավարի էլի։ Պատմենք կարճ, բայց հասանելի, որովհետև կարող է մարդը օրինակ իմանալ վրազա, եթե խոսքը ինձ կանացնեմ մի կես ժամ սկսեմ պատմել, 1000% հա կասեմ ինգերջան դավայ էլի։ Կարճ, բայց հասանելի, այսինքն բաց։ Ու հիմա փորձում ենք 1000 հոգի սովորացնել ու պետք է մարդը հավաքենք։ Մենք կարանք միած բան զարգացնենք, որովհետև շատ մարդիկ ասում են մենք բարել չգիտենք, ու մենք ասում ենք եկեք 2 րոպեվա մեջ այնքան հեշտ բառա, որ կարան յուրաքանչյուր մարդը սովորացնել։ Իրականում նորմալ է, եթե հասարակության մեջ ենք ապրում, նորմալ է, որ ամեն պահի կարա ինչ-որ մեկը գանից հարց տա, բայց արդեն որ կամերայի դեմն է բան, կարող է ես էլ ամաչեի, մտածեի, վայ կամերայով նկարելու են, եսա չկարենամ բարեմ, գցեն ինձ վիդեո ու խնդանի վրա, կարող է ես էլ այդպես մտածեի, եթե չբացատրեին ինձ ինչի համար է այս ամեն ինչը։ Ամեն ինչը դաժե եթե մի կողմ դնենք, զուտ մեր ավանդական մշակույթը մեզ բոլորից միավորում է, զուտ նրա համար, որ մենք բոլորս դրա կրողն ենք գտնում։ Ոնց որ հայոց լեզուն է։ Ես ու դու հայ ենք ու խոսում ենք իրար հետ հայերեն, մենք իրար հասկանում ենք, չէ՞։ Այն նույն ձև ես պետք է Ավստրալիայում ապրող ինչ-որ մի հային հանդիպելուց իր հետ ոնց որ հայերեն եմ խոսում ու մենք իրար հասկանում ենք, այդ նույն ձև մենք պետքա բարի լեզվով էլ կարողանանք իրար հասկանալ։ Անում ենք աջ ոտով քայլ, ձախը միացնում ենք։ Նորից աջ ոտքով քայլ ու ձախով երկու հատ հարված։ Իրան ոչ թե դու այդ քայլ ես անում, այլ ճոճվում ես, էլի։ Ճոճվում ես։ Գադենի ոտով։ Հա։ Արդեն չի որ մենք խոսքի օրինակ պարում ենք, մենք չենք ամաչում օրինակ, կամ կողի կարծիքը մենք հաշվի չենք առնում, դա մենք միշտ ենք հաշվի առնում, պրոստը երևի մենակ այն ենք ոնց որ վերցնում սենց ասած, որ մեզ իրոք օգտակար է, էլի միտքը, որ սա ավելի լավ կներ, որ սենց լեր միտքը, էլի օրինակ, բայց եթե օրինակ եմ արդեն դուր եկալ է, որ ես պետքա դուրս գամ հրապարակի մեջ տեղ ազգային բարեմ, օրինակ մի հատ հավեսով ես ինձ լավ զգամ, ու մարդն ինձ ասի, արա ես ինչ ես անում ամոթա, ես յան չտեմ լսի միտքը, էլի։ Ոտքով հարված։ Սա թամզարա պարտ, հարսանեկան պար։ Հետո ձախ ոտքով գնում ենք դեպի ձախ մի հատ ճոճվում ենք, աջ, նորից ձախ, աջ։ Այսինքն աջ գնալու ձախ ոտքով ենք խփում երկու անգամ։ Հետո ձախ ճոճվելուց աջ ոտքով ենք երկու անգամ խփում։ Փորձենք իրար հետ 3-4։ 1, 2, 3, 4։ Հիմա ձախ ճոճվելով 2, 3, 4։ Բրավո։
Քաղաքում կազմակերպվող բաց դասերի ժամանակ ես չեմ մոտեցել նախկինում մինչև իմ բարի գալը, որովհետև ամաչել եմ նրանից, որ ես այդ բարերը չգիտեմ ու եթե նույնիսկ շրջան մտնեմ, մարդկանց կարողա խանգարեմ կամ ինչ-որ բան այն չլինի ու այն մարդիկ, որ չեն մոտենում, էլի եւի ինպես վախում եմ, որ ինչ-որ բան սխալ կանեն կամ իրանց sense կողքից նայողը կասի տեսար ոնց բարեց, այս սխալ արեց, այն սխալ արեց։ Ու ես վստահ կարամ ասեմ, որ մեր երաժշտական ռիթմը, մեր երաժշտությունը, մեր DNT կոդի մեջ գրված արդեն։ Դա սերնդեսերունդ փոխանցվել է։ Ես տենում եմ մարդիկ, ովքեր որ կյանքում չեն բարել ավանդական բարեր ու չեն լսել այդ երաժշտությունը, բայց հենց դափի դհոլոտնը ուժը հարված է տալի, այդ մարդը ոտի է կայնում ու ես զգում եմ, որ ինքը ուզում է բարել։ Այդ երաժշտությունը իր մեջ արտնացնում է այդ իր DNT կոդը, բայց ինքը ուղղակի չգիտի շարժումներ կամ չգիտի ոնց պետք է բարի, բայց իր մեջ այդ ոգեղեն աշխարհը դա զարթնացնում է։ Որ եկա ու տեսած թե ինչ լավ երեխեք են, վստահ եմ, եթե նույնիսկ սխալ անեի, իրանք ինձ ճիշտը կբացատրեն ու ինձ չէին քննադատի նրա համար, որ ես չեմ կարող անեմ, այլ ճիշտը կսովորացնեին, ճիշտ ուղղության վրա կտանեին ինձ ու միանշանակ կգայի, կբարեի։ Կապ չունի մարդը ինչ կյանքով է ապրում, ինչ արժեքներ ունի, ինչ մասնագիտություն ունի։ Դու կարաս բժիշկ լինես, բայց հայ լինելով քո հայկական մշակույթի կարող է լինես։ Մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարում։ Ժողովուրդ ջան, մնաց 997 հոգի։